Պատակը զուտ միայն կներեք արտահայտությանս համար բազմանալն է։ Եթե Քրիստոսը չի էսա դառնում, եթե ասեք ուղղակի վայելել ամեն բան, հավատացնում եմ ձեզ, ոչ մի բան չկա երկրագնդից վրա, որ ձեզ իրական բավարարում կարող է տալ։ Ինչ էլ որ ունեցել եք, ինչի համար էլ որ ուրախացել եք, վկայեք ինքներդ էլ, այդ ուրախությունը ընդամենը տևել է ինչ, շատ կարճ ժամանակ։ Ես հիշում եմ առաջի համակարգիչը, երբ որ ունեցա, աշխարհը իմն էր։ Դե հա, հիմա դրանով ենք բանում։ Հա, բայց հետո 1, 2, 3 ու տեսնում ես, որ այդ ամեն ինչ ա լինում, սովորական մի բան է դառնում, արդեն համակարգիչ կա։ Հետո արդեն գալիս է հեռախոսը, մի շաբաթ, հա, հետո մեքենան, առաջի անգամ նստում ես, բայց հասկանում եք 1, 2 ինքներդ էլ գիտեք, ամենաթանկ, ամենասպասված նվերն էլ անգամ ժամանակավոր փոքրիկ ուրախություն է տվել։ Դրանից հետո այդ ամեն ինչը անցնում է։ Դրա համար երբ որ ձգտում ենք ինչին, ամեն ինչին կարծես էսել, վերջի վերջո այդ դատարկությունը, որ ունենք, ոչ մի բանով չեք լցնելու։ Եթե կարծում եք հայտնի աստղերն են ուրախության մեջ եւ այլն, մի քիչ այդ մարդկանց կյանքը նայեք։ Նայեք այդ ամեն ինչի ավարտը ոնց է անցնում։ Մեծամասնությունը թմրանյութերի տակ են ընկնում եւ այլն, մեծամասնությունների ընտանիքներն անդադ բաժանումներ եւ այլն, ու այդ դառնում է ինչ, սովորական կարծես ինչ զզվել ինչ որ մի իրավիճակ։ Արդյոք մեր փափագը սա է։ Ժողովող գիրքը Աստվածաշնչից շատ եմ սիրում։ Գրել է Սողոմոնի Մաստունը կարող ենք հանգիստ ասել, որ երկրագնդից վրա ամենաիմաստուն մարդկանցից մեկն է եղել։ Տերն այդ իմաստությունը տվել։ Ոչ միայն իմաստություն է ունեցել, այլ նաև բավականին հարուստ է եղել։ Այն աստիճան, որ ասում է իր ժամանակ արծաթը ոտքի փոշու նման էր։ Այսինքն բավականին հարուստ է եղել։ Բավականին հզոր է եղել թե ֆինանսական, տնտեսական առումով, թե նաև բանակով։ Ուրիշ բանով էլ է հարուստ եղել։ Դե քանի որ ուզում ես կողքի հարևանների հետ լավ լինես, ստեղից ես մի հատ կին առնում, ընդերից ես մի հատ կին առնում ու արդյունքում ստացվում է, որ 500-ից ավելի կին ուներ, մի այդքան էլ հարճ ուներ։ Հասկանում եք, բայց այս ամեն ինչի արդյունքում ինքը գրում է Ժողովող գիրքը։ Ու ասում է այս ամեն ինչ որ հասել եմ, այն ամեն ինչ որ սիրտս ուզել է, տվել եմ այդ զվարճանքներին ամեն առումով։ Ինչ որ մտքովս անցել է, այդ արել եմ ու կարողացել է անել։ Բայց ասում է, գիտեք արդյունքում ինչին հասա, որ ամեն բան ունայնություն է։ Ունայնություն նշանակում է դատարկություն, գոլոշի, օդ, որ ուղղակի մեկ անգթարթով ինչ եղավ, ուղղակի անցավ։ Ասում է, լավ, կարող եմ մտածում եմ նույնիսկ այս ամեն ինչ որ պատրաստել եմ ժառանգներիս կտամ։ Գոնե սրա մեջ կարծես իմաստ կգտնեմ։ Բայց ասում է, շարունակում է մտածել, ասում է, բայց ինչ իմանամ։ Գուցե ժառանգներս ճիշտ ձևով չվարվեն այն ամեն ինչի հետ, ինչ որ ես աշխատել եմ, բերել եմ, հասցրել եմ։ Ու գիտեք պատմությունը ինչ է ցույց տալի։ Տենց էլ լինում է։ Իրանից հետո իր տղան է գալիս, շատ անփույթ է վերաբերվում պետության ու պետությունը կիսվում է։ Ու այն ինչ որ Սողոմոնը պատրաստել էր, իր որդին ուղղակի ինչ անում, քամին է տալիս այդ ամեն բան։ Դրա համար հարազատներ, իրապես մեր հույսը Տիրոջ վրա է։ Այլ հույս, այլ ապավեն ուղղակի չկա։ Այսօր շարունակելու ենք Հովնանի գրքի վերջի գրքի ուսումնասիրությունը եւ նորից կարևոր մի քանի ուղերձներ կա, որ կուզենամ դուք լսեք։ Եթե Հովնանի գիրքը ավարտվեր 3-րդ գլխով, այն ինչ որ 3 միասին նայեցինք, կկարողանայինք հանգիստ սրտով ասել, որ Հովնանը մարգարեներից ամենահաջողված մեկն է։ Ինչի որտեվ պատկերացեք մեկ կարճ քարոզ ու մեծ, ահռելի մեծ քաղաք 500-ից ավել բնակչություն ունեցող 500,000-ից ապաշխարեց, դարձի եկավ։ Եվ կարենք այսքանով ասենք, որ շատ օրհնյալ մարգարե է եղել։ Բայց խնդիր կա։ 3-րդ գլխից գալիս է 4-րդ գլուխը։ Ու տեսնում ենք, որ այո, դարձ ապաշխարություն կար Հովնանի մոտ։ Բայց սրտի մոտիվները ճիշտ չէին։ Այն ինչ որ ինքը արեց իրականում,
Զուտ հնազանդվեց Աստծուն, բայց դա իր սիրտը չէր, իր փափագը չէր։ Բայց Աստված չի թողում, որ Հովնանը այդ վիճակում գտնվի, այդ վիճակում մնա։ Նա ինչ է անում, նա կշռում է մարդկանց սիրտը։ Աստծո համար կարևոր է այն ինչ որ անում ենք, ինչ սրտով ենք անում։ Ես մեկ երեխաներից, երբ որ ինչ որ պահանջ եմ տալի անելու, տենում ես, որ քիթ մռութով անում է, այսինքն հասկանում ես, որ հնազանդվեց արեց, բայց սրտի մեջ չի ուզում, այսինքն ամեն մի խոսքը, նույնիսկ այդ քայլվածքը ցույց է տալիս, sense ասած ճչում է, որ պապ չեմ ուզում անեմ, բայց ստիպված եմ անելու։ Մեր կյանքում ենք մենք շատ դեպքերում տենց վարվում։ Մենք գիտենք Աստված ինչ է մեզ ասել, որն է ճիշտը։ Հնազանդվում ենք, բայց չենք ուզում, ստիպված ենք, վախում ենք կպատժվենք կամ եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ, որ այսօր մենք նաեւ այսրան ուշադրություն դարձնենք, որովհետեւ այո Տերը ողորմած է եւ Տիրոջ համար կարեւոր է մեր սիրտը, որովհետեւ մեր սիրտը Տիրոջ առաջ նորից բացված գրքի պես է։ Նայեք ինչ ենք տեսնում։ Հովնանը խիստ դժգոհեց եւ զայրացավ։ Ինչի համար, ժողովուրդ, հիշում եք։ Ինչի համար։ Չէ։ Որ թշնամիները ինչ արեցին, ապաշխարեցին։ Երբ որ ուղարկեց Հովնանին, հիշում եք, 3-րդ գլուխը ոնց ավարտվեց։ Հովնանը գնաց, քարոզեց, Ասորեստանի ժողովուրդը ինչ արեց, ապաշխարեց, հավատացին, ու Տերը ընդունեց իրենց։ Դրա համար Հովնանը ինչ արեց, խիստ ուշադրություն դարձեք, ուղղակի բառեր չի ասում, ուղղակի դժգոհություն չէր, խիստ դժգոհեց ու զայրացավ։ Ուշադրություն դարձեք, Աստծո մարգարեն խիստ դժգոհեց ու զայրացավ, որ Աստված ողորմած գտնվեց իրենց թշնամի ազգի նկատմամբ։ Այն որ իր նկատմամբ ողորմած է գտնվել, այն որ ընդունել է իր ապաշխարությունը դարձը, դա նորմալ էր, դա ինձ է վերաբերվում։ Այն ինչ որ ինձ է վերաբերվում, ես դա սիրով ընդունում եմ, թող լավը ինձ լինի, մնացածը ինչ լինում է ալնի, ինձ չի հետաքրքրում։ Այս տրամաբանությամբ շատերս ենք շարժվում։ Ու աղոթք է բարձրացնում, ուշադրություն դարձրեք։ Եվ աղոթք արեց Տիրոջ ու ասեց. Օ Տեր, սա չէր ինչ որ ասում էի, քանի դեռ իմ երկրում էի։ Ինչ էր ասում։ Ինչ միտք ուներ։ Ինչ էր մտածում։ Որն էր պատճառը, որ չէր ուզում գնար Նինվե։ Չէր ուզում որ ապաշխարեին։ Չէր ուզում որ թշնամիները ապաշխարեն, ուզում էր որ թշնամիները Տիրոջ կողմից պատիժ ստանան։ Բոլորը փոքրից մինչև վերջ բնաջնջվեին։ Իրականում անձնական եկեք ասենք ուղիղ խոսենք։ Մենք շատ դեպքերում մեր սրտում անկեղծ չենք ուզում մեր թշնամիների կործանումը։ Ժողովուրդ ջան, եկեք անկեղծ լինենք, էլի թե չէ, չէ, մենք դες բաներ չենք ուզում, բան չենք անում։ Ես հիշում եմ Թուրքիայում, երբ որ երկրաշարժ եղավ, ինչքան սրտիկներ էին հայերը դնում, ուրախանում, որ ինչ լավ է, Թուրքիայում երկրաշարժ եղավ։ Այդ ամեն ինչը ականատես ենք, դրա համար ես ինչքան էլ փորձենք ասենք, չէ, տենց չի, ժողովուրդ ջան, Աստծո առաջ չենք կարող խաբենք։ Ամեն բան հստակ բաց է։ Կամ այն մարդիկ, ովքեր որ ձեր դեմ չարություն են արել, չարախոսել են, վատն են ցանկացել, շատ դեպքերում մեր սրտում ինչ ենք անում, ինչ ասես չենք ասում մեր մտքով։ Ուզում ենք ասում ենք Տեր, մի հատ չես կարողանում այնց հանես, որ այս մարդու, չգիտեմ, այս ինչը, այն ինչը։ Ու նույն խնդիրը ունեին աշակերտները, հա։ Երբ որ քարոզում էին ու հանկարծ միտեղ իրանց չընդունեցին, երկու եղբայր։ Եկան ասում են Հիսուս, մի հատ հրաման տուր, երկնքից կրակ իջեցնենք, սաղին բնաջնջենք։ Հիսուսն ասում է, չգիտեք ինչ հոգուց եք, ինչ եք ասում։ Չեք հասկանում ընդհանրապես այս ամեն ինչի բուն իմաստը։ Իրականում ամեն մեկս էլ արժանի ենք դատաստանի։ Ամեն մեկս անխտիր։ Մեկը չկա այս դահլիճում, որ կարա ասի, ես օրինակի համար պատժի արժանի չեմ։ Դե կարանք ասենք, մարդ չեմ սպանել, չգիտեմ, չեմ շնացել եւ այլն, չնայած
Հայաստանում տղամարդկանց մեծ մասը դավաճանում են իրենց կանանց, դա նորմալ բան է համարվում, սիրուհի ունենալը, պարծենալը եւ այլն եւ այլն։ Չգիտեմ, ասում ենք դե մենք չենք գողություն արել, բայց երբ որ առիթ ա լինում պետությանը խաբելը, հարկերը չտալը եւ այլն, դե Սովետ միության զավակներ ենք։ Ասում է ինչ որ պետությանն է, իմը չի, ուրեմն կարանք ինչ անենք, տանենք։ Եվ այլն, ամեն մեկը էլ գիտեք ձեր հարցերը, ձեր խնդիրները, ձեր անցած կյանքը։ Դա համար իրականում ամեն մեկս էլ արժանի ենք ինչի։ Պատժի, դատաստանի, բայց Տիրոջ ողորմությունն ենք վայելում։ Ու չգիտես ինչի, մենք վայելում ենք Տիրոջ ողորմությունն ու ասում ենք, չէ, թող մեր թշնամիները այդ ամեն ինչը չվայելեն։ Թող Աստված մենակ ողորմած գտնվի մեր նկատմամբ, մեր սիրելի անձի նկատմամբ։ Ասում եմ դրա համար շտապեցի փախչել Թարսիս, որովհետև գիտեի, որ դու ինչ ես, ողորմած ես։ Գիտեի, որ ողորմած ես, ոչ միայն ողորմած ես, գթառատ ես, երկայնամիտ ես, այսինքն միանգամից չես արձագանքում։ Բազումով ողորմ ես, Աստված ես եւ կզղջաս չարիքի համար։ Նորից ուշադրություն դարձրեք։ Հովնանի վարդապետությունը, աստվածաբանությունը լավն է։ Ինքը շատ լավ ճանաչում է Տիրոջը։ Շատ լավ գիտի ով է Աստված։ Դրա համար գիտեր, որ եթե ապաշխարեն, Տերը ողորմած լինելով, ինչ կանի, կների, կփրկի, կողորմի։ Ասում եմ դրա համար չի ուզում գնալ։ Չի ուզում գնալ։ Ուզում էի անկեղծ լսեի, ականջս լսեր այդ լուրը, որ Նինվեն էլ չկա, քանդվել է, պրծել է, փոշի է դարձել, ուրախանայի դրա համար։ Աստծո խոսքն ասում է մի ուրախացեք ձեր թշնամիների անկումով, որովհետև վաղը մյուս օր այդ նույն խնդրի առաջ դուք էլ կարաք կանգնեք։ Հովնանը սա էր ակնկալում, սա էր իր փափագը։ Ինչի հետ է կապված դա։ Չէր ցանկանում, որ այդ ժողովուրդը մնա։ Ինչի, որտեղ արդեն ասել եմ, այդ ժողովուրդը հետո կանգնելու է ու սրի բերանն առնելու իր ժողովրդին հрьяաներին։ Ինքն էլ որպես հрья միանշանակ այդ փափագը, այդ ցանկությունը չուներ։ Ու ինչ էր քարոզում, իր երազած քարոզն էր իրականում քարոզում։ 40 օր եւ Նինվեն ինչ պիտի լինի, կործանվի։ Իր երազած փափագը քարոզն էր տալիս։ Դրանից են կողմ բան չէր ասում ապաշխարեք, մարդիկ։ Այս էր քարոզում։ Բայց կասկած ուներ, ասում է կարող է հանկարծ ապաշխարել։ Կարող է հետ կանգնել իրենց գործերից։ Աստծո արձագանքը ո՞րն էր։ Աստծո արձագանքը նորից Հովնանի նկատմամբ միանգամից չի ոչնչացնում։ Չի ասում տղա ինչ ես մտածում, ինչ ես խոսում։ Արդեն մի անգամ այս ամեն ինչը քո նկատմամբ վարվել է։ Այլ սկսում է ինչ անել, սովորեցնել։ Շարունակում է աղոթքի մեջ։ Եվ հիմա ով Տեր, աղաչում եմ առ ինձանից իմ հոգին, որովհետև մեռնելս ապրելուցս լավ է։ Պատկերացնում եք ինչ ծայրաստիճան հիասթափության ու դեպրեսիայի մեջ է մտել։ Թշնամին փրկություն է ստացել։ Հիմա ասենց ասեմ, մենք հարևաններ ունենք, որ հանկարծ հարևանի հեռուստացույցը մի քիչ ավելի մեծ եղավ, քան մերը, տրակում ենք, ասենց սիրտներս բան, ոնց ինքը ունի ավելին, քան թե ես։ Ավտոն ասեմ, չգիտեմ, նոր տարվա սեղաններն ասեմ, կոկորդիլոսներն ու հավի բդերն ասեմ, կամ խոզի բդերը, հասկանում եք, խնդում եք, բայց սա է մեր իրականությունը, ժողովուրդ։ Մենք որպես քրիստոնյա ազգ, մենք չենք ուրախանում մեր նույնիսկ հարևանների հաջողությամբ։ Հա ուր մնաց թշնամիների ինչ որ հաջողություններով։ Սա է իրականությունը ու այս Հովնանի պատմությունը իրականում շատ սիրուն գեղեցիկ ձևով ցույց է տալի մեր կարգավիճակը։ Մեր կարգավիճակը։ Ու Աստված այդ ամեն ինչին նայում ու պատկերացեք ինչ է ասում։ Ոնց է մեզ նորից ողորմում։ Ասում ավելավա մեռնեի, քան թեսի չթենայի։ Հիմա վերջ, կյանքիս իմաստը պրծավ, արդեն վсё, Տեր Աստված։ Ավարտեցի միսիաս, ավարտեցի գործունեությունս։ Ինչ արա կյանքս վերցրա ինձանից։ Գիտեք, երբ որ նման հարցերի ենք առաջ կանգնում, այս հարցերը իրականում
բացահայտում են մեր սիրտը։ Նայեք ինչ հարցեր կա, որ կուզենամ ինքն ձեզ այդ հարցերին պատասխանեք։ Ընդհանրապես ձեր կյանքում ինչի համար եք պայքարում։ Չէ, մի պատասխանեք, ամեն մեկը գիտեք ինչի համար եք պայքարում։ Որոշները պայքարում են իրանց տեղի համար, իրանց աշխատանքի, իրանց ճշտի եւ այլն եւ այլն։ Ամեն մեկը ինքներդ ձեզ այս հարցը տվեք, ինչի համար եք պայքարում, ինչն է ձեր համար գերխնդիր, որին որ ձգտում եք ամեն գնով։ Երկրորդ հարցը տվեք ինքներդ ձեզ նորից։ Ինչին եք ուզում հասնել այս կյանքի ընթացքում։ Որն է ձեր երազանքը։ Փոքրուց երազանքներ ունենք, չգիտեմ, լոջիկ դառնանք, այս անենք, այն անենք։ Հիմա արդեն ավելի հասուն ենք դարձել։ Ինչ երազանքներ ունենք, ինչին ենք ուզում հասնենք, թե ընդհանրապես որևիցե հույս էլ չունենք, պրոստը աննպատակ ապրում ենք։ Որն է մեր վշտության արմատը, երբ որ ինչ-որ մի բանից նեղվում ենք։ Ինչն է արմատը, ինչից ենք շատ ցավ ապրում։ Որն է այդ ցավերի արմատը։ Եվ այն ինչ որ ուզում ենք, որ հենց հիմա ստանանք։ Ինչ ենք ուզում, որն է մեր նորից ինչի շուրջ է մեր այդ կյանքը պտտվում։ Այսի հարցեր են, որ կօգնեն, որ մենք ինչ անենք, քննենք մեր անձը։ Ու նայեք Աստված ինչ է անում։ Նախ եւ առաջ Աստված լսեց, որպեսի Հովնանը ինչ որ սրտի մեջ կար ինչ աներ, բարձրացներ, ասեր, չի պատժում, չի միանգամից հանդիմանում։ Թույլ է տալի, որ ամեն բան Հովնանը ասի։ Եվ Տերը շարունակում է, Տերն է հիմա այս դեպքում հարց տալիս։ Հաջան։ Что? Գնացեք բանեք, մի հատ տեսեք, եթե ինչ է, եթե պետք է մի հատ ջուր տվեք։ Կամ եթե ընդ բժիշկ կա, հա, մի հատ, լավ, օքեյ, հա։ Եվ Տերը ասաց. Միթե լավ է, որ զայրացել ես, հարց է տալիս Հովնանին։ Ուզում է նախ եւ առաջ մի հատ Հովնանը սրտի եղած ինչ անի, ներկայացնի, ասի։ Եվ Հովնանը դուրս եկավ քաղաքից եւ նստեց քաղաքի արևելյան կողմում, իր հարմար այնտեղ մի տաղավար շինեց, ուշադրություն դարձրեք։ Նստեց նրա տակ ստվերի մեջ, մինչև որ տեսնի, թե քաղաքին ինչ է լինելու։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Նորից հələ հույսը չի մահացել։ Այսինքն բարձրացել է մի հատ բարձր տեղ, տաղավար է շինել իր համար, հարմար նստել է, ու սպասում ասում, որ տեսնես ինչ է լինելու, այս կարող է հանկարծ նորից հետ գնան իրաց չարությանը, վերջի վերջո իմ սրտի փափագը ցանկությունը ինչ լինի, իրականություն դառնա։ Կարող է վերջի վերջո Աստված ինչ անի, վերջի վերջո պատժի այս ազգին, սիրտս մխիթարվի հանգստանա։ Աստված ինչ է անում, մխիթարում է Հովնանին։ 6-րդ համարը։ Եվ Տեր Աստված մի դդմենու սահմանեց, որ բարձրանա Հովնանից վերև, որպեսզի ստվեր գցի նրա գլխին եւ ազատի նրան իր տառապանքից։ Եվ Հովնանը դպնելու համար ինչ արեց, մեծապես ուրախացավ։ Հիմա ուշադրություն դարձեք այս կոնտրաստը։ Մինչև այդ մեծապես տխրել էր այն աստիճան, որ ուզում է մեռնի ինչի համար, որ Աստված իրանց փրկել է, իսկ հիմա մեծապես ուրախացել է, որ մի հատ մեծ թուփ է բարձրացել, իր համար լավ հովանի է եղել։ Հույսը մի քիչ էլ ավելանում։ Եթե Աստված հիմա մի հատ հով է բերել, կարող է այն սրտից ուզածնել անի, վերջի վերջո կործանի, էլի։ Սենց լրիվ ուրախացնի ու մեծապես ասում է ուրախացել է, հույսը առաջացել։ Հույսը առաջացել չարությանս, սենց ասած կարող է տեղիք լինի։ Կարող է Աստված փոշմանել է իսկականից։ Տեղս հարմար է, կինոթատրոնում սենց նստած եմ, մեծ էկրանը դեմս է, մի հատ էլ հեսա, չգիտեմ, չիփսա, պոպկորնա, բանա բերեք, ուտեմ ու նայեմ, տեսնեմ ինչ է ասվում։ Մենք խնդում ենք մենք, բայց ժողովուրդ մենք էլ ենք տենց։
Մենք շատ բաների վրա տրտմում ենք, լացում ենք, իրականում sense չգիտեմ ցավ ենք ապրում, բայց այն ինչ որ իրական ուրախության աղբյուր պետքա լինի, մենք դրան ուշադրություն չենք դարձնում։ Այն ինչ որ ունենք, դառնում է ինչ որ երկրորդական, երրորդական մի բան մեզ համար։ Լավ ես, եղբայրս։ Լավ եք։ Շատ լավ։ Նայեք, ինչ իրավիճակ կա։ Դդմենու ինչ որ մի հատ հով ու մարդկանց կյանք։ Բայց Տերը ստեղել է մխիթարում։ Ուշադրություն դարձեք դաս ունի սովորացնելու Հովնանին ու ոչ միայն Հովնանին, այլև մեզ բոլորիս։ Մեզ բոլորիս դաս ունի սովորացնելու։ Ու հիմա Աստված սկսում է, երբ որ արդեն լսեց, երկրորդ Աստված մխիթարեց որոշ առումով, հիմա սկսում է դաս տալ, սովորեցնել։ 7-րդ համարը։ Հաջորդ օրվա արշալույսին Աստված նորից ինչ անում, հրամայեց մի որդի, որ հարցակվի դդմենու վրա ու սա չորացավ։ Այն միակ ուրախությունը, որ ունեի, այս էլ Աստված մոտիցս վերցրեց։ Եվ երբ արեգակը ծագեց, այդ ժամանակ Աստված սահմանեց արևելյան խորշաբեր քամուն եւ արևը հարվածեց Հովնանի գլխին։ Նա թուլացավ, ուզում էր նորից ինչ աներ, մեռներ, ու նորից հիշեց, ասում է մեռնելս ապրելուցս լավ է։ Նայեք, ինչի վրա է ուրախացել, ժամանակավոր, ինչ որ մի դդմենու թփի վրա։ Մարդկանց կյանքը իրան էական չի։ Ու Աստված կարիք ունի դասը սովորեցնելու նաև մեզ համար, ժողովուրդ։ Մենք մեր կյանքի ընթացքում վերցնում ենք ժամանակավորը այնքան կարևոր ենք մեզ համար դարձնում, որ դրանից հետո մարդու կյանքը մեզ համար դառնում է երկրորդական, երրորդական։ Ժողովուրդ ջան, էլի, այն ինչ որ ասելու եմ, չեմ ուզում անձնական վերցնեք, բայց մի քանի նորից Արցախից բռնի տեղահանվածների հետ որ խոսում էի, երբ որ այդ վերջի սահմանը բացվեց ու շատերը ուղղակի փախան։ Շատերը լացում էին այն ամեն ինչ որ կորուստ ունեին, բայց քչերն էին, որ Տիրոջը փառք էին տալիս, որ իրանց ընտանիքներից մեծ մասը ապահովությամբ եկան հասան, չգիտեմ, ապահով մի վայր։ Հասկանում եք, ու նույնպես մեր կյանքում էլ է տենց լինում։ Մենք շատ դեպքերում այնքան ենք կապվում ժամանակավոր բաների հետ, որ երբ որ իրապես կարևորը մեր կողքն է, մենք դա չենք նկատում։ Ու սա մենակ նյութականի մասին չի խոսքը գնում, փոխհարաբերությունների հետ կապված։ Չգիտեմ, ծնող երեխա փոխհարաբերության մեջ։ Քանի ծնողները կողքն են, ոչ կհիշեն, ոչ ուշադրություն կդարձնեն, ընդհանրապես իրանք իրենց կյանքով կապրեն։ Հենց մահանում են ծնողները, հիշում են վայ մամաս, վայ պապաս, վայ մեր հարազատները եւ այլն եւ այլն։ Ու ինչա ստացվում, նորից երբ որ ունեն, չեն գնահատում։ Ընդհանրապես չեն գնահատում։ Բայց երբ որ կորցնում են, նոր հանկարծ հիշում են, ու ինչ են ոգևորված, մեծ գերեզմաններ, գերեզմանակարը ամենալավը եւ այլն, այս անենք, այն անենք, այս։ Հասկանում եք նորից, այս ամեն ինչը ուղղակի ցույց է տալի, որ մենք չենք կարողանում ինչ անել, տարբերել։ Որն է առաջնայինը եւ որն է երկրորդականը, որն է անցողիկը եւ որն է մնայունը։ Կին ամուսին փոխհարաբերությունների մեջ։ Մի քանի երիտասարդներ կա, դե սովորաբար մինչև ամուսնանալը հետները նախ ամուսնական դասընթացներ են ունենում։ Ու այդ նախ ամուսնական դասընթացների մեջ խոսում ենք սիրո մասին եւ այլն, ու միշտ հիշում եմ այս բաները կան, ասում է, չգիտեմ, մեծամասնություն շատ եմ սիրում էլի կնոջս համար պատրաստ եմ ամեն ինչ անելու եւ այլն, բայց երբ որ պահը գալիս է, մի բաժակ ջուր ենք ալարում տանք։ Ասենք ամեն ինչ պատրաստ եմ անելու կնոջս համար, բայց այդ մի բաժակ ջուրը ալարում են կամ խնդիր է։ Ու էսի պարզ դետալներ են մեր կյանքում։ Ու դա փոխադարձ է, մենակ ամուսիններին եմ ասում, նույնն էլ հակառակ կողմն է լինում։ Սա այն է, ինչ որ մենք չենք գնահատում։ Ու եթե հանկարծ կորցնում ենք, նոր սկսում ենք մտածել ու կարանք ստից բաների վրա այն աստիճան կռիվ սարքենք, այն աստիճան պատմություն սարքենք, որ ասում ես լավ ժողովուրդ, իսկապես։ Ու այն ինչ որ ասում եմ նորից ինձ էլ է վերաբերվում, մի կարծեք, որ ես դրանից դուրս եմ։ Ու այս ամեն ինչի կենտրոնում, եթե նորից մեր փոխհարաբերությունների կենտրոնում Տերը չի, մենք ընկնելու ենք անցողիկ բաների հետևից։
դտմենու ես հովը, իմ հարմարավետությունը, իմ ցանկությունները, իմ եսը։ Երբ որ մեր եսն է թագավորում, այնտեղ Տիրոջ փառքը չկա։ Այնտեղ իմ եսն է, իմ ցանկություններն է։ Հովնանի խնդիրն էր, որ նույնիսկ հնազանդվելով նա մարդկանց չէր նայում Աստծո աչքերով։ Չէր նայում, չէր տեսնում, չէր հասկանում։ Մենք էլ շատ դեպքերում նայում ենք մեր աչքերով ենք գնահատում, մեր տրամաբանությամբ ենք չափում ամեն բան։ Ամեն ինչը կարծես պտտվում է ինչ։ Մեր շուրջը, մեր եսի շուրջը։ Տերը սովորեցնում է, որ Հովնանը մարդկանց մի փոքր ուրիշ աչքերով նայ, այն աչքերով, ինչ որ Աստված ուզում որ նայ։ Ու անկախ ազգությունից, անկախ քաղաքական հայացքներից, հիմա այնքան է բաժանված էս ամեն ինչը։ Դու Նիկոլական ես, դու Սերժական ես, չգիտեմ, դու Կարապետյանական ես, այս կողմ այն կողմ։ Ու այն աստիճան, որ պատրաստ են իրար ինչ անելու, միս կրծելու։ Իրար չեն ճանաչում, Facebook բացեք, մեկ-մեկ մազերս է բիզբիզ կայնում։ Կին, տղամարդ, սա խառնվել են իրար ու ինչ ասես իրար ասում են։ Սա այն պատկերը, այն իրականությունը, որի մեջ որ մենք ապրում ենք։ Ու մի խափնվեք, մի ներկայացեք այնպես, որ մենք դարավոր ազգ ենք, խելացի ազգ ենք, այս կողմ, այն կողմ, չգիտեմ, մենք, առավոտից իրիկուն ես գովտ եմ լսում։ Ժողովուրդ ջան, այդ ամեն ինչը հպարտություն է, դրա տակ ոչինչ չկա։ Նրանք, ովքեր որ մեքենա են քշում, շատ լավ կհասկանան։ Երբ որ սենց կանգնած են մեքենաներ իրար հետևի, մեկ էլ տեսնում ես մի քանի խելացիներ, որոնք որ շտապում են, մեկ էլ հոպ եկավ ու դեմդ ուզում է կտրի, ասենք գնա, ասում ես ինչի։ Ու մենակ այն մանր բաներ եմ խոսում։ Խոսում ենք հայրենասիրությունից, բայց ուր գնում ես մի քիչ գեղեցիկ վայրեր, հյուր ես տանում, տեսնում ես զիբիլանոց է։ Մեծ բաներից խոսում ենք, բայց դետալների մեջ գործական կյանքում ապրում ենք այնպես, որ ոչ մի բան մեզ չի հետաքրքրում բացի մեր եսը։ Սա է մեր իրական կարգավիճակը։ Խոսում ենք ամուր ընտանիքներից եւ այլն, Հայաստանի կեսը տղամարդկանց խոպան է, խոպանում էլ Ռուսաստանում ամեն մեկը իր ընտանիքն ունի կամ ֆրֆռում են, ասում են դե հիմա տղամարդ ենք, կանայքեր իրանք իրանց համար եւ այլն։ Ժողովուրդ ջան, կներեք էլի, որ այսքան սենց ուղիղ խոսում են, բայց սա է իրականությունը, ուզենք թե չուզենք, չենք կարող սրանից դուրս գանք։ Էս է իրականությունը։ Եվ Աստված կարիք ունի, ու այս ամեն ինչը ցույց է տալիս։ Եվ Աստված Հովնանին ասաց, ուշադրություն դարձեք, արդեն սկսում է սովորեցնել։ Մինչև այդ լսեց, հարցը տվեց, որոշ առումով մխիթարեց եւ հիմա ինչ անում, սովորեցնում է։ Միթե լավ է, որ բարկացել ես դտմենու համար, հարցը տալի։ Լավ է, որ բարկացել ես դտմենու համար, այս ամեն ինչը անցողիկ բան է։ Եվ նա ասեց, լավ է, որ բարկացել եմ մինչև մահ, այսինքն այդ դտմենին ինձ համար այդքան կարևոր էր, իմ եսը այդքան կարևոր է ինձ համար։ Իմ ազգությունը, իմ հասկացողությունը այդքան կարևոր է, ինչի, որտեղ կենտրոնում ես եմ, մեր եսն է։ Կարևոր չի մնացած ազգերը, կարևոր չեն ինչ։ Եվ Տերը ասեց, դու ափսեսում ես դտմենու համար, որի վրա աշխատանք չարեցիր, որին չմեծացրիր, որը մեկ գիշերվա մեջ գոյացավ ու մեկ գիշերվա մեջ ինչ եղավ, ոչնչացավ։ Դու նրա վրա ես կենտրոնացել, որի վրա դու աշխատանք չես տարել։ Քոնը չի։ Դու չես դրան հասել։ Տերը այդ ամեն ինչը արեց, Տերն էլ այդ ամեն ինչը վերցրեց։ Քո ձեռքերի հարցը չի։ Ու հարց, իսկ ես ինչ անեմ։ Ես չխղճամ Նինվե մեծ քաղաքին, ուշադրություն դարձեք նորից շեշտումը, որի մեջ 120,000 մարդուց ավել մարդ կա, որոնք իրենց աջ ձեռքը ձախից չեն տարբերում։ Գիտեք ինչի մասին խոսքը գնում, երեխեքի մասին է խոսքը գնում։ Այսինքն պատկերացեք այնքան մեծ քաղաք էր, որ 100,000-ից ավել երեխա էր մեջը։ Պատկերացեք ինչքան ավելի տարեցներ, մեծահասակներ, երիտասարդներ եւ այլն։ Եվ ասում է դու հիմա այս դտմենու վրա ես կենտրոնացել։ Այս դտմենու վրա ես քո ցավը քաշում եւ այլն, ու ինչ, չես ուզում որ ես ինչ անեմ։ Այս 100,000-ավոր մարդկանց
Փրկեմ։ Սա է քո տրամաբանությունը, սա է քո փափագը, սա է քո արժեհամակարգը։ Ասում եմ նաև շատ անասուն ինչի, որովհետև եթե այս պայդրությամբ դդմենին է քո համար կարևոր, այն անասունը, որ համատենք, ավելի կարևոր է, քան թե դդմենու թուփը։ Հա։ Ժողովուրդ ջան, վերջացնելով, ուզում եմ, որ նորից ինքներս մեզ այս հարցերը տանք։ Արդյոք մեր համար որն է ամենաթանկը, ինչի համար ենք իրապես սենց ուժեղ բարկացել, ուժեղ ջղայնացել, մահու չափ, որ կարծես թե աշխարհը կարծես վերջացել է, ինչն է այդ, որն է այդ պատճառն եղել, ինչի եմ ես ասում, որտեվ այդ ամեն ինչով իրականում կտեսնեք ձեր սիրտը ինչ կարգավիճակում է։ Երկրորդը, ինչի է դա ձեզ համար հենց վշտացնում։ Էլի եմ ասում, կարա քաղաքականությունը լինի, չգիտեմ ուրիշ հարցերը կլինի եւ այլն եւ այլն։ Ինչի համար եք պայքարում։ Ինչ եք ուզում, ինչին եք ուզում հասնել եւ ինչու։ Սա հարցեր են, որոնք որ լավ կլինի, որ մենք մտածենք։ Ու երբ որ այդ հարցերին մտածեք, երկրորդ հարցը ինքներդ ձեզ տվեք։ Տիրոջը ճանաչում եք թե ոչ։ Փրկություն ունեք թե ոչ։ Եթե մահացաք, եթե Տերը ձեր կյանքը վերցրեց, ես չգիտեմ ինչքան ժամանակ կա։ Որովհետեւ մեկը չի կարող ասի, մի ասեք երիտասարդ եմ, կամ այսքան տարի կար, փոքր ժամանակ մտածում էի մարդը 100 տարի է ապրում ու հաշվարկ է անում, դարել եմ 15 տարեկան, դեռևս 85 տարի ունեմ եւ այլն եւ այլն։ Այդ հաշվարկը չի աշխատում, ժողովուրդ։ Մեր կյանքի ավարտը չգիտենք երբ է, բայց հարց տանք մեզ։ Երբ որ այդ կյանքի ավարտը գա, որտեղ ենք լինելու, արդյոք այդ ապահովությունն ունենք թե ոչ։ Արդյոք Քրիստոսին ենք թե ոչ։ Արդյոք այսօր այն ինչ որ ապրում եմ, այն կյանքով որ ընթանում եմ, մնայուն է, մնայուն արժեք եմ թողելու թե ոչ։ Ինչու, որովհետև երիտասարդությունն էլ անցնելու, գեղեցկությունն էլ անցնելու, առողջությունն էլ անցնելու գնալու է, ձեր ամենասիրած շորն էլ է մաշվելու անցնելու, մեքենան էլ է հնանալու, ժանգոտելու, գնալու, ամեն ինչն էլ անցնելու է գնալու է։ Բայց մեր հոգին հավիտենական է։ Ու Տիրոջ առաջ ենք կանգնելու։ Կամ Տիրոջ հետ ենք լինելու, կամ Տիրոջից բաժան։ Որոշումը նորից ձերն է։ Նավաստիները որոշեցին դարձի գալ ապաշխարել։ Հովնանը որոշեց դարձի գա ապաշխարի Տիրոջ հետ լինի։ Նինվեի ժողովուրդը զղջացին, որոշում կայացրեցին Քրիստոսի հետ քայլելու։ Որոշումը ձերն է։ Կընտրեք Տիրոջը, կխոստովանեք ձեր մեղքերը, կորոշեք քայլեք իր հետ, Տերն էլ ձեզ կբարձրացնի եւ իրեն զավակ կդարձնի։ Կորոշեք քայլեք ձեր կյանքով, ձեր ուզածով, նորից ձեր քաղած գործերի հետևանքն եք կրելու։ Ու դրանից որևիցե մեկը չի փախնելու։ Եկեք աղոթքին ժամանակ տրամադրենք եւ խնդրենք, որպեսզի իրապես Տերը մեզ փոխի եւ մեր միտքը դարձնի, որ իր համար ապրենք ու իրեն փառավորենք։ Աղոթենք։ Մեր երկնավոր Հայր, փառք ենք քեզ տալիս իրապես այս գեղեցիկ օրվա համար, որ արևը ծագեցրեցիր ու խոսքը տվեցիր, որով որ խոսում ես մեր սրտերի հետ։ Տեր գիտենք, որ շատ դեպքերում մեր սրտի շարժառիթները, սրտի ցանկությունները մենք պահում ենք, բայց քո առաջ ամեն բան բաց է։ Դու գիտես մեր սիրտը, դու գիտես մեր շարժառիթը, դու գիտես մեր ցանկությունները, դու գիտես մեր ողջ ընթացքը։ Գիտես ինչի համար ենք ապրում եւ գիտես, որ մեր կյանքին գլխավոր նպատակը որն է։ Ոչինչ չենք կարող քեզանից թաքցնել։ Բայց խնդրում եմ Տեր, որ այցելություն անես այստեղ գտնվող ամեն մեկին ու քո փառքի համար նրանց զավակ դարձնես, որպեսզի դարձի գան, ապաշխարեն, խոստովանեն իրենց մեղքերը ու քեզ հետ հավիտյան ապրեն։ Եթե ձեր սրտից հետևյալ աղոթքն է գալիս, դուք էլ աղոթեք Աստծուն ու ասեք. Տեր Հիսուս, ների՛ր, որտև մեղավոր եմ։ Այսքան ժամանակ ապրել եմ այնպես, ինչպես որ ցանկացել եմ։ Դու գիտես կյանքս, գիտես ողջ ընթացքս, գիտես մեղքերս, ու այդ ամեն ինչի համար զղջում եմ ու խնդրում եմ, որ ներես, սրբես, մաքրես և քեզ զավակ դարձնես, որպեսզի ապրեմ քո համար,
Քեզ փառավորեմ ողջ կյանքիս ընթացքում։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Նստեք, խնդրեմ